Եթե ինձ որևէ մեկը հարցնի, ասենք, օրինակ, ի՞նչն է պատճառը, որ ես այդ ձեր նշած թվարկածներից հետո շարունակում եմ մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես օրինակ, չգիտեմ, կներեք այս բանի համար, զեղման համար, ես կասեմ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարևորներից մեկի, հայոց լեզվի ոչ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային, որով ես զգում եմ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ժողովրդի զգացումները եւ էմոցիաները։ Իհարկե նայած մարդ, բայց հիմնականում այս օրերին, երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, քեզ շատ հաճախ կարող է տիրել ապաթիան, երբեմն ինքնախաբեությունը։ Իմ արդեն ընդունված է ասել 2018-ից կամ 44-օրյա պատերազմից այս կողմ, ասես ինչ-որ նոր սահմանաբաժան դնենք մեր պատմության մեջ։ Բայց այդ սահմանները պետք է փոքրինչ հետ տանել եւ տեսնել, թե այդ ապաթիան երբվանից է սկսվել։ Այսօր արդեն դա շատ թափանցիկ եւ նկատելի է, շատերի համար դա փրկություն է արդարացնելու սեփական չեզոքությունը կամ անտարբերությունը, բայց շատերի համար էլ դա ողբերգություն է։ Ինչքան կարելի է ստով կերակրվել, ստին պարգևավճար, հոնորար տալ։ Հիմա Հայաստանում սուտը վճարվում է, մեծ գումարներ են հատկացնում սուտ ասելու համար։ Ամբողջ աշխարհում է այդպես, մենք դրանից դուրս չենք։ Մարդիկ կան, որոնք ձևացնում են, թե մտահոգ են, բայց շատ լավ գիտես, թե ինչ է շնչում։ Շատերն այդ պարգևավճարներից օգտվում են։ Առաջ բանի տեղ չէին դնում, ասում էին կանցնի, բայց հիմա մեծացել է այդ դաշտը։ Այս ամենը սկսվել է 90-ական թվականներից եւ ոչ այսօր։ Այս ճանապարհը նման է բարձրացող գետի կամ ծովի, երբ տեսնում ես, որ արդեն խեղդվում ես։ Հիմա մենք այդ վիճակի մեջ ենք, բայց սա էլ պետք է վերջ ունենա։ Ի վերջո, միայն մենք չենք, ամբողջ աշխարհն է այս թնջուկի մեջ, բայց մենք կարծես կամովին ենք գնացել այդ հորինված սուտ աշխարհը։ Հիմա սթափվելու ժամանակն է։ Մանավանդ Արցախը դատարկվելուց առաջ ում հավատը կգար, որ նման բան կլինի, ոչ ոք չէր հավատա դրան։ 90-ականներից Արցախը տեսած, այդ ամենին մասնակցած մարդու աչքի առաջ ամբողջը 1 վայրկյանում դարձավ անցյալ։ Հնդկաստանում տարեկան մոտ 10 միլիոն մարդ է ծնվում, այսինքն այնքան, որքան հայ ժողովուրդն է այստեղ եւ Սփյուռքում, իսկ Արցախում հայ չի ծնվում։ Աշխարհի որ երկրին մատը դնես հայ կա, Թուրքիայում, Իրանում, հնարավոր է Ադրբեջանում էլ հայի ծնունդ կա, գոնե 1-2-ը կծնվեն, բայց Արցախում հայ չի ծնվում։ Դա այն դեպքում, երբ 4000 տարի այդ երկրում հայի ճիչ ու ծնունդ է եղել, հարսանիքներ, կնունքներ ու մահեր։ Սա ինչ է, հեքիաթ թե իրականություն։ Հազարամյակների ճանապարհ անցած ժողովուրդն ու կարճ հիշողությունը չեն բռնում իրար, պետք է հակառակը լիներ։ Զարմանալի է, թե այս ճանապարհն անցած ժողովուրդն ինչպես այսքան կարճ հիշողություն ունի։ Մկրատված հիշողությունն էլ է արհեստական։ Նույնիսկ դուք չեք հասկանում ովքեր են սրանք։ Ինչ են ուզում, ուր են տանում։ Այն մի բանը, որ երկրի ղեկավարը հարձակվել է եկեղեցու վրա, լավ չեք կարողանում անալիզ անեք, այս ինչ ղեկավար է։ Պատմության մեջ նայում ես, sense բան չի եղել։ Ու իր այդ համախոհները կան, հասկանում եք, այո, Նիկոլը ճիշտ է։ Մի պահ եկավ, երբ մենք սկսեցինք մեր ներսը նայել, հատկապես հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին։ Այդ ժամանակ գրականություն, արխիվային փաստաթղթեր լույս տեսան, ահագին բան պարզվեց։ Թվում էր, թե մենք դրանից պետք է հետևություններ անենք։ 1915-23 թվականներին հայոց ցեղասպանության օրերին հատուկ հրահանգ կար, ովքեր հայերին ապաստան տան, քուրդ լինի, թուրք թե այլ մեկը, պետք է մահվան դատապարտվի։ Մեր պատմության մեջ նման մարդկային դրվագներ կան, երբ թուրքերը կամ քրդերը փրկել են հայերին, դա ոչ ոք չի շղթում։ Բայց պետք է խորքը նայել, ինչի համար էր դա արվում։ Օրինակ, Դերձորի հայությունն ամբողջությամբ ձուլվել է, աղջիկներին ամուսնացնում էին իրենց տղաների հետ, նույնը Թուրքիայում, նույնը քրդերի հետ։ Հայերը պատվաստի համար լավ շիվեր էին։ Մի դրվագ կա, երբ քուրդն ապաստան է տալիս թուրքական բանակից փախած հային։ Նախատում է. ձեզնից զենքերն ուզեցին, տարակ հանձնեցիք, բա ինչ պիտի անեին։ Ձեզ գառան պես պիտի մորթեին։ Շարունակում է. մեզնից էլ ուզեցին, մենք չտվինք։ Դեր Սիմսիներից էլ ուզեցին։ Դեր Սիմի քրդերն ասացին եկեք տարեք, բայց դիմադրություն ցույց տվին։ Եվ զարմանում է. այդ վիճակով դուք ուզում եք անկախություն ունենալ, չեք ունենա։ Ադրբեջանում շատ հստակ հասկանում են, որ խաղաղությունը որոշակի միֆ է։ Սա խաղաղության այս ռոպագանդան պետք է Հայաստանում գործող քաղաքական ռեժիմին, որպեսզի նա վերարտադրվի եւ դրա համար նրանք որոշակի լռություն են պահում, բայց միաժամանակ գնալով նրանց պահանջները ել ավելի են մեծանալու։ Այն խնդիրները, որոնք դրված է Հայաստանի, այն պահանջները, որոնք դրված է Հայաստանի առաջ Ադրբեջանի կողմից, չգիտեմ, անկախության հռչակագրից հրաժարումը, դա 300,000 ադրբեջանցիների մուտքի եւ այլն, սա միայն ավելանալու են, ասենք իրենք արդեն խոսում են մսկիթների կառուցման մասին։ Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին մորթվելու հոգեբանությունը վերացել էր, այսինքն մի մեծ ու կարևոր բեռից էինք ազատվել։
Բայց ցավոք 30 տարի շարունակ մենք մեր հաղթանակին բնավ տեր չկանգնեցինք։ Իսկ երբ հաղթանակին տեր չես կանգնում, այն անտեր է մնում։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։